Այն առումով են յուրահատուկ, որ չեն կրկնվում, էլի, то есть են երկու մարդով, որ քո համար ձանձրալ են, մեկը իրենքել են իրար մեջ տարբերվում ու դրանով յուրահատուկ են։ Իսկ քո կարծիքով կան մարդիկ, ովքեր ավելի յուրահատուկ են։ Ինձ թվում է, որ կան մարդիկ, ովքեր օրինակ ավելի խելացի են, то есть կան քիչ խելացի ու շատ խելացի մարդիկ, կան ավելի կրեատիվ, ավելի քիչ կրեատիվ մարդիկ։ Ու տենց ինչ որ բաներ կան, որ կարա շատ լինի, կարա քիչ լինի, ու մոտ որ ինչ որ մի քանի բան շատ է լինում, ինքը ավելի յուրահատուկ մարդ է, ինձ թվում։ Ու ես յուրահատուկ երևի անվանում եմ այդ մարդկանց, ովքեր այդ համախումբը ունեն ինչ որ բաներ։ Հետաքրքիր է, չի մտածի вообще, որ այդ ձև կմեկնաբանես։ Խի, մտածում եմ 4 ասելու, հա։ Չէ, որտեվ խելացի լինելը ավելի շատ չնայած հասկանում եմ ինչ ես ասում, բայց ոնց որ այդ ուղղությամբ չէի մտածել вообще, որ ինչ որ մի հատկանիշի ավել լինելը կարա մարդուն յուրահատուկ դարձնի։ Դե ինձ թվում է արդյունքում գիտես խի, որտեվ օրինակ նույն մարդիկ, ովքեր լավ հումորի զգացում ունեն, սովորաբար այդ մարդիկ էլ են լինում մարդիկ, ովքեր մտածելու ունակ են, տրամաբանելու ունակ են։ То есть կան պրոստը խնդալու մարդիկ, օրինակ կա մարդ, ով որ իրա ինչ որ նիլովկի լինելով կարա խնդալու լինի, կա մարդ, ով որ օրինակ լիքը խոսքի կարգին հաղորդում անա, ու շատ ճիշտ պահերի կարում է այդ ինչ որ ասոցացնի ու այդ արտահայտություն դնում, ու այդ էլ է խնդալու։ Բայց դա ես այդքան չեմ համարում հումորի զգացումը, դա ավելի շատ պրոստը խնդալու մարդ է։ Իսկ այն մարդը, որ կարում է հենց ինչ որ կատակ այդ պահին գեներացնի, դրա համար պետք է մարդու ուղեղը աշխատի։ Ու դաժե որ ստենդափ եմ նայում, իմ սիրած ստենդափերները այն մարդիկ են, ովքեր զգացում են իրանք sense իրանք ուղեղը աշխատմական, ովքեր ինչ որ արդեն աշխատող ինչ որ մեթոդներ գիտեն, բայց շատ մակերեսային ինչ որ բոցեր են անում, բայց լիքը մարդկանց այդ դուր է գալիս։ Բայց իմ համար մի քիչ բան է, էլի, տափակոտ է ավելի։ Իսկ մարդու հետ շփվելու համար քո համար կարևոր է, որ ինքը լինի ավելի յուրահատուկ, քան այդ ստանդարտ յուրահատուկը։ Չէ, ասի։ Իմ համար կարևոր։ Դե նայած շփվել ինչ նկատի ունես։ Ինչ ձևի շփվել։ Խոսքի գործի տեղը պրոստը շփվես, խոսակ իրար հետ գնաք լանչ անեք, տենց։ Դե որ ընկերանաք։ Թվում է մի քիչ դեպի ընկերանալուն մոտ։ Ընկերանալու համար պետք է, բայց դա էլի տենց չգիտակցված ինչ որ բան էլի, պրոստը տենց մարդկանց հետ է ստացվում ընկերանալ։ Օրինակ ես հիմնականում այդ քո ասած առաջի տարբերակը, որ պրոստը այդ պահին այդ մարդն է տարածքում իր հետ է շփվում, ես տենց դեպքերում հիմնականում լսողի դերում եմ, բայց չեմ խոսում։ Այսինքն իմ այդ մարդու հետ շփվելը ավելի շատ ինչ որ չափով միակողմանի է, բայց քանի որ ես շատ չեմ խոսում, դիմացինն էլ ինչ որ չափ կխոսա ու հետո էլ ինքն էլ չի խոսում, ու դրա համար իմ շփումները շատ մոտիկ ընկերականից դուրս ահավոր սահմանափակ են։ Ու շատ տարբերվում են քո ընկերականը ու ոչ ընկերականը, ոնց որ կատեգորիկ տարբերվում են, էլի, միտեղ շատ շփվում ես, միտեղ вообще չես շփվում։ Այդտեղ որ ասում եմ պարտադիր չի որ տենց բանը լինի, այդ սենց ասած յուրահատուկ մարդ լինի, որ հետը շփվեմ, այդտեղ երևի այդ քո բանն էր, то есть որ ասիր տիպը որ պարտադիր չի տենց շատ ինչ որ մի բան շատ լինի այդ մարդու մոտ, այդ հատկանիշներից, որ շփվեմ, այդտեղ այդ քո ասած սկզբի ասած այդ այնա որ լյուբոյ մարդ յուրահատուկ է, եթե ինչ որ մի տեսանկյունից նայենք, ու դրա համար ինձ լյուբոյի հետ հետաքրքիր է շփվել, ինչ որ լեվելի վրա, թեկուզ ավելի մակերեսային, որտեվ այդ մակերեսային լեվելի վրա ես այդ մարդուց լիքը բան ունեմ ստանալու, բայց ավելի ընկերականի մեջ կարող ոչ մի բան չունենամ իրանից ստանալու։ Իրականում նշի որ մենակ յուրահատուկ լինելը ինձ հերիք է, որ ուզենամ այդ մարդու հետ շփվեմ, նենց է բնականաբար ինչ որ ընդհանուր հետաքրքրություններն են կարևոր ու կարող է օրինակ այդ մարդը вообще տենց ստանդարտ տիպի ինչ որ մարդ է, բայց մենք ունենք ընդհանուր հետաքրքրություն կամ չգիտեմ նույն կինոն ենք սիրում, նույն երգն ենք սիրում, ու այդ մարդու հետ էլ կարամ երկար խոսամ, բայց ինչ որ ավելի խորը շփման մեջ կարող է եւ
Պետք է այդ երկուսի համադրությունը լինի, ինձ թվում է, որտեվ առանց մեկը մյուսի կարող է ձանձրալի լինի ինչ-որ պահից սկսած։ Իսկ կոջոգելով տենց ընկերական կամ հենց ընկերություն չանվանենք, բայց որ այդ հենց կապը ստեղծվի, ինչ որ մոտիվացիոն ստեղծվի, դրա համար ընդհանուր հետաքրքրությունները պարտադիր է որ լինեն։ Չէ, вообще պարտադիր չի, այդ դեպքում արդեն գալիս է այդ յուրահատկության պահը։ Հա, էլի, որտեղ կարող ընդհանուր բան չունես, բայց մարդու այդ քեզնից տարբերվելը այնքան հետաքրքիր լինի քեզ, որ անդադ ուզես իրան բացահայտես դրա մեջ ու նույնիսկ հակառակը ինքը քեզ ուզի բացահայտի։ Որտեղ ընդհանուր հետաքրքրությունները ոչի հավես բան են, ինչ որ լավ պլյուս է, եթե կա։ Բայց եթե չի լինում, Ну, ուզում եմ ասեմ, ոնց որ այդ երկուսից մեկը երևի պետքա լինի, էլի, որ կամ հետաքրքրություններ ունեք դրա համար անդադ կա խոսալու բան, կամ ինքը ինչ որ յուրահատուկ մարդ է, ում հետ որ քեզ հետաքրքիր է լինում։ Ու յուրահատուկ լինելը, որ հարցրեցի ոնց կմեկնաբաներ, ես այս վերջերս շատ եմ այդ հարցի շուրջ մտածել вообще, որտեվ ինձ հարցրեցին ավելի շատ ես ինչ եմ փնտրում մարդկանց մեջ, որտեվ շատ եմ ասել խոսակցության մեջ, որ ինչ որ մի տեսակի մարդկանց հետ եմ ես կարում շփվեմ, բայց երբեք չեմ կարծել բացատրեմ, թե ինչ տեսակի մարդկանց։ Ու երբ որ ինձ հարցրեցին, սկսեցի մի քիչ երկար մտածել դրա շուրջ։ Ու ինձ թվում է, որ այդ յուրահատկության պահն է, բայց այն իմաստով, որ մարդիկ կան ու հիմնականում մեծ մաս են կազմում, որ ոնց որ արտացոլ են մնացած մարդկանց, այսինքն ոնց որ դու իրա մեջ տենում ես լիքը ուրիշ մարդու։ Ես այդքան շատ չեմ գտնես տենում։ ինչ որ միջին վիճակագրական մարդու ես տեսնում, Հա, էլի։ Բայց ես մտածում եմ, որ իրականում լուբոյ մարդ ունի այդ հնարավորությունը ինքը իրան ավելի շատ բացահայտելու։ Բայց մյուս բանը, որ ուզում եմ ասել, вообще հասարակությունը մենք էլ դե կենթանի ենք ի վերջո մարդը ու կենթանիների մեջ էլ էդի կա այդ ադապտացիան, որ դու ինչ որ չափով պետքա ինչ որ մի տեսակի մեջ ադապտացվես, համապատասխանես, ինչ որ միջավայրի, հա, տիպը։ Ինչ որ սովորույթներ, ինչ որ մտածելակերպ, ինչ որ աշխարհայացք։ Եթե համապատասխանում ես մնացած մարդկանց, դու ավելի հեշտ ես ընդունվում, չէ՞։ Նույնը ինձ թվում է կենթանիների մոտ է։ Ու ավելի հեշտ է կյանքը, երբ որ դու մտածում ես նենց ոնց որ մեծամասնությունը։ Հեշտ է այն տեսանկյունից, որ դու ընդունված ես ավելի շատ։ Հեշտ է սոցիալիզացվել, բայց ներքուստ դժվար է։ Հա, ներքուստ կամ դժվար է կամ պրոստը չեն էլ մտածում այդ ուղղությամբ։ Բայց միշտ լինում են ինչ որ մարդիկ, ովքեր որ ուզում են ավելի շատ խորանան իրանց մեջ, ու այդ մարդկանց հետ ավելի հետաքրքիր է։ Հա, էլի, պրոստը երևի պետքա եթե տենց ոնց որ այդ ճանապարհն ես ընտրում կամ քեզ հետ է ձգում, որ դու խորանաս քո մեջ, երևի պետք է պատրաստ լինես նրան, որ ինչ որ մի հատ մեծ մասայի կողմից չհասկացված ես լինելու, բայց ոնց որ սա խույսը տենը լինի, որ դու լինելով նենց ոնց կաս, նենց ոնց քեզ զգում ես ներքուստ, ձեռք բերես ինչ որ ուրիշ մարդկանց, ովքեր էլի դրանով են տարվածել իրենց բացահայտելով օրինակի համար։ Ոնց որ ընտրություն ես կատարում էլի կամ լինել բոլորի կողմից ընդունված, բայց ինքդ քեզ այդքան դաժե ուզում եմ ասել ինքդ քեզ այդքան չճանաչես, բայց դաժե ինձ թվում է լինում է, որ ինքդ քեզ ճանաչես, բայց քեզ մեկա պահես այնձեր։ Ոնց որ բոլորին է բան։ Մեկ էլ մի հատ էլ բան կա, որ հակառակ ձևի են մարդիկ լրիվ սկսում իրանց պահել, որ տարբերվեն հասարակությունից, էդ էլ չեմ այդքան հասկանում։ Այսինքն մենակ նրա համար, որ դու տարբերվես,
չես չարժի էլի հակառակ իմ համար մտածել կամ պրոստը հակառակ անել։ այդ մարդիկ, ովքեր բանն անում, то есть կան մարդիկ, ովքեր փորձում են մասերից չտարբերվել, որ իրանց լավը լինի, ու կան մարդիկ, որ այդ քո ասեցի պես վիզ են դնում, որ տարբերվեն սաղից, բայց իմ համար դա մոտավոր նույն կատեգորիայի մարդիկ են։ Հա, Որտեվ համաձայն եմ։ այն նրանք էլ այդ տարբերվողների մեջ են նույնը։ То есть իրանք իրանց ներսով չեն տարբերվում, էլի։ Իրանք տարբերվում են այն նրանով, ինչը որ գիտեն, որ տենց վաու է թվալու։ Ոչ ինչ որ մտքեր կա, ինչ որ գաղափարներ կա, որ իրանք գիտեն, որ այդ գաղափարը կրելը, էդի վաու է։ Ու իրանք այդ են կրում, ոչ թե որտեվ իրանք ներքուստ էդի զգում են, այլ որտեվ գիտեն, որ էդի կընդունվի այդ մասայի կողմից, ու արդյունքում էլի նույն բանն է ստացվում, էլի ստացվում, որ իրանք էդի անում են, որ ընդունվեն մասայի կողմից, պրոստը ուրիշ մասայի, ավելի քչաթիվ մասայի, բայց նպատակը երկուսինն է նույնն է, ու այն առաջինի մոտ վախից դրդված է, որ չտարբերվեն, երկրորդի մոտ երևի էլի վախից դրդված է։ Կամ Մյուս չգիտեմ ինչ։ բանը, որ հասարակությունը էլի տենց ինչ որ ճնշում է գործադրում, դա ունենալ հստակ կարծիք, հստակ կողմնորոշում ու հստակ մտածելակերպ, ինչ որ Ամեն ինչի հարցերի շուրջ։ այո։ Այդ ինձ ներվեց։ Ու դա էլ է մարդկանց դարձնում ստանդարտ, որովհետև դու պետք է անպայման հենց հիմա որոշես, այս գույնի չստիկ հագնելը օքեյ է, թե օքեյ չի քո տարիքի համար կամ քո սերի համար կամ չգիտեմ։ Ու դու պետք է անպայման ունենաս դրա պատասխանը ու դրանից կախված իրանք կորոշեն, էլի դու Ում թիմում ես եղել դա։ Բայց տենց չի էլի ինձ թվում է մարդը ինքը իր բնական ձևով այդքան սև ու սպիտակ չի ամեն ինչ հաստատ։ Ու երբ որ դու տալիս ես կրես տալիս ես ինչ որ բարդ պատասխան, ամեն ինչ հաշվի առնելով, օրինակ այս գույնը, չգիտեմ ինչ, այս չափը, այս ինչ, դա արդեն հետաքրքիր երկարացնում ես, արդեն մեզ մի հատ կոնկրետ ասա էլի։ Ոնց որ այդ մտքերը դու քո մեջ բան արա, անալիզ արա, մեզ վերջնական ասա։ Չես կարող ասես ինչ որ բաներ, որը առավելություն է, ինչ որ բաներ, որը որ թերություն է այդ գույնի չստիկի մեջ, պետք է անպայման ասես լավ է կամ վատ է։ Դա պետք է կողմնորոշված լինես պարտադիր։ Այո։ Այդ տենց մեկ էդի արտահայտվում է, երբ որ ինչ որ նենց հարցեր են տալիս, որ ինձնից вообще հերոյ է, բայց ես այդ հարցից զգում եմ, որ նորմալ է նա, եթե ունես կարծիք դրա շուրջը, խոսքի հարցնում են իսկ օրինակ ինձ հետաքրքիր է դու ինչ ես կարծում, այս վիրուսը մարդու կողմից է ստեղծված, թե չէ։ Սուս մտածում այդ հարցը արդեն նենց է դրվում, որ դե բոլորս այդ դրա պատասխանը ունենք, հիմա դու քոնը ասա։ Բայց այդ ինչ որ sense abstract հարց չէ, էլի որ քեզ են։ Բաժանված է երկու թիմի, էլի։ Դու իսկ դա ինչ որ հարց է, որ ես դրա շուրջ շատ քիչ եմ մտածել, ու եկել եմ այն կետին, որ մեկա չեմ ջոգելու, ու տենց թողել եմ այդ հարցը, բայց հիմա ես ջոգում եմ, որ ինձ ասում են, չէ, դու պետք է արդեն կողմնորոշված լինեիր։ Ինչ որ բանի մեջ, որտեղ դու չես կարող ինչ-որ բան իմանաս, բայց դու որոշի ես։ Նույնը քաղաքականությունը, չեմ ուզում իհարկե քաղաքականությունից вообще խոսամ, բայց դա вообще այդ ճնշումը էլի, եթե դու չես սիրում այս իշխանության, ուրեմն դու անպայման ես ինչ մարդու հետ ես, չես կարող ունենաս առողջ դատողություն вообще ինչ հարցի շուրջ։ Դա լավ вообще տարնակ, որ մարդիկ չեն ջոգում, որ դու օրինակ քաղաքականության մեջ չես խորանում կամ իմաստ չես տեսնում կամ չես ուզում կամ ինչ որ պատճառներ ունես, ու եթե դու այսինչ բանին խոսքի ասում ես այսինչ բան դուրս չի գալիս, իրանք միանգամից որոշում են, որ դու այն մյուս կողմում ես, խացե դու ոչ մի կողմ կարաս չունենաս, դու դեռ կարող ես չիմանաս այդ կողմերը։ Կարող ինչ որ մի բան դեպք լսես, ասեն ոնց ես վերաբերվում, ասես խոսքի վատ։ Ու իրանք մտածեն, եթե այս դեպքին վատ ես վերաբերվում, իսկ այս դեպքը արել էր այս մարդը, ուրեմն դու այն մեկ կողմից ես, ու չեն ջոգում, որ դու իրանց խաղը չես խաղում խոսքի, դու չկաս այդտեղ, պրոստը։ Ու շատ դեպքերում այտենց իրավիճակներում դու մենակ ես մնում պրոստը, որ այդ թեմաների շուրջ էլի չեմ ասում։ Ավելի լավ որ մենակ ես մնում։ Ես այտենց վախտ որ զգում եմ, որ մենակ եմ, ուրախանում եմ, ասում ավելի լավ է, ես թե մենակ մնայի, քան Չէ, ավելի լավ է մենակ լինես այդ մտքով,
քանց թե անցնես այն մարդկանց շուրջ, բայց կնախընտրեի, որ էլի մարդիկ լինեն, որ տես մտածեին։ Բայց դες ինձ թվում է կան։ Դե հա կան այդ Կան պրոստը ոչ այդ ընկերները պահին, էլի։ կան։ Հա, դե դա էլ դրա համար է քո ընկերներն են։ Ես հիշում եմ մի անգամ մի քանի տարի առաջ պապիս հարցրեց, ասում եմ, մի հատ բան հարցնել եք, ասում է, հիմա вообще դուք, ասենք, ջահելները Նիկոլին ո՞նց են վերաբերվում։ Չգիտեմ, պապի, ասում եմ, ես այ ջահելների անունից չեմ կարող խոսամ, էլի։ Չնայած, то есть անենց ընկալում կա, որ կոնկրետ ինչ որ վերաբերմունք պետք է լինի, սենց մենք ջահելներով սենց, մենք մեծերով սենց խոսքի։ Կամ օրինակ կինոների հարցով, դա դե շատ եմ զգացել, որովհետև կարող է շատ եմ կինո նայում, բայց շատ ծայրահեղական են մարդիկ արտահայտվում կինոների մասին, ու դա այդքան չեմ սիրում։ Չգիտեմ, ոնց որ ես էլ կարող եմ ինչ-որ կինո նայեմ, ինձ դուր չգա, բայց ես այդքան կոպիտ չեմ արտահայտվում դրա մասին։ Ոնց որ ես։ Դել այդքան կոպիտ։ Իրականում ես շատ հազվադեպ պես մեկ-մեկ մտնում եմ Facebook, որ տնամ ինչ է вообще կատարվում։ Ու նույնտեղ ինչ որ գրուպաներ էլ կան, որ նայում եմ մեկը կինո ֆաների կամ ինչ որ մարդիկ, որ պրոստը իմ ֆիդում բերում է, որ կինոյի մասին կարծիք են գրել, ու ահա որ կրիտիկալ են գրում մարդիկ, ժամանավատ բառերով, ինչ որ լուրջ կինոյի մասին, էլի։ Հիմա ես չեմ ասում այդ կինոն շեդևր, չնայած որ եղել է, որ իմ համար շատ սիրելի օրինակ կինոյի մասին այդպես գրել։ Պրոստը մարդիկ գոնե կարան անենց էդի արտահայտեն, որ իմ համար օրինակ սենց էր, բայց այնքան ճնշում կա, որ այս կինոն ոնց կարար вообще նկարվեր, ինչ որ այս կարգի, էլի։ Ու մարդիկ մոռանում են, որ вообще դա ինչ որ մեկի ստեղծագործությունն է, էլի։ Նույն որ ես ինչ որ նկար եմ արել, ինչ որ մարդ կարա գա ասի, օրինակ չեմ հավանում, բայց ինքը չի կարա ասի, որ այս նկարը вообще արժանի չէր, այս կտավը, որ դու կեղտոտել ես, օրինակ, դա իր գործը չի вообще։ Չպետք է ինչ որ օբյեկտիվ գնահատական տա։ Կարա մենակ իր կարծիքը ասի, բայց չընդհանրացնի դա։ Չժոգեց ինչ ես։ Այսինքն, երբ որ ինչ որ կոմենտ են անում, օրինակ կինոյին կամ խոսքի նկարին, օբյեկտիվ ինչ որ բան չպետք է մարդ ասի։ Չպետք է խոսքի ասի, էսի արժանի չէր սա անգամ նույն բան, այլ ասեր խոսքի ինձ էս դուրս չի գա։ Ու հետո այնքան դեպքեր է լինում, որ կարելի է այդ ինչի այս թեման հիշեցի, որովհետև շատ դեպքերում, երբ որ ես նայում եմ, ես ճոգում եմ, որ SS բաները լավն էր, SS բաները լավը չէր, օրինակ։ Բայց երբ որ այդ ամեն ինչը ամփոփվում է մի հատ նախադասության մեջ, այս ինչ տուֆտա կինո էր, օրինակ, ես դա չեմ հասկանում։ Հա, համաձայն եմ, իրական չէ կարաս ասես, որ խոսք կինոն վատն էր, ու դաժե ինձ թվում է կարաս ասես, որ այս կինոն չպետք է գոյություն ունենար, բայց եթե բացատրես թե խի, եթե կարողանաս բացատրես ու հասցնես այն կետին, չէ՞։ Չեմ կարծում, որ ինչ որ մեկի ստեղծագործությանը դու կարաս ասես չպետք է։ Հա, ինչ որ մեկի ստեղծագործությունը կարա պրոստը ինչ որ կոմերչեսկի բան լինի։ Ու դու կարաս այդ տեսանկյունից, տեղը իրական այդ տեսանկյունից կարաս ասես, то есть ասես, ես չեմ ընդունում այս կինոն որպես արվեստի գործ, բայց ես ժոգում եմ խիա նկարվել, որտեվ ուզել են փող աշխատել։ Դա օքեյ պատասխանա քո համար։ Հա, օքեյ պատասխանա, հետո գիտես ինչ պարտադիր չի, որ քեզ դուր գա այդ կինոն։ Ես չեմ ասում, որ դե անպայման, չգիտեմ, իմ համար էլ կան կինոներ, որ ես նայել եմ ու մտածել եմ, ես իմ նայած ամենավատ կինոն է։ Բայց չգիտեմ, մի քիչ այդ ես ճոգում եմ, որ դա իմ կարծիքն է ճոգում, ես չեմ մեղադրի այն մարդուն, որ հավանել է այդ կինոն։ Բայց այնց մի հատ ատմոսֆերա է ստեղծում, որ երբ որ դու հավանել ես այդ կինոն, ուրեմն կամ մի բան են չի քո հետ, կամ դու, չգիտեմ, ազգի դավաճան ես։ Ես այդքան կոնկրետ այս մտքի հետ համակարծիք չեմ։ Ինձ թվում է մի քիչ նայ օրինակի համար նկարվում է ինչ-որ կինո, որը լավն է, հետո որոշում են երկրորդ սերիան նկարեն, ու այնտեղ Прям զգացում որ առաջինի ոսկորների վրա է նկարած դա։ То есть ինքը երկրորդ կինոն զուտ նրա համար, որտեղ առաջինը հավանել են ու գիտեն որ երկրորդը փող կհավաքի երբ որ նկարեն։
Հիմա այդ կինոն ես կարամ ասեմ, որ խոսքի որպես արվեստի գործ ինքը ոչ մի բան է, ու ինքը արվել է մենակ նրա համար, որ փող աշխատեն։ Ու ով որ հավանի այդ կինոն, ես կարամ մտածեմ, որ այդ մարդը Ավատարի շատ մասին է խորը, սիշե։ չէ, вообще, ես ավատար երկրորդ, երրորդ չեմ տեսել, ինձ առաջինը պրոստը այդքան դուր չի եկել, բայց այդ չեմ տեսել, կարող լավն է, կան կինոներ, որ իրոք 3-ն 4 սերիան է լավն են խոսքի։ Դրա մասին չի խոսքը։ Բայց ոչ նկատնում որ կարա տենց դեպքեր լինի, բայց ընդհանուր միտքը որ ասում էիր, Պեսկի մի կպի էլի կամերային։ Պեսկի մի կպի կամերային։ Պեսկի բայց այդ մտքի հետ կապված ուզում եմ ասել, որ այդ պահը էլի այդ որ ասում էիր սկզբում, որ ինչ որ կոնկրետ կարծիք մարդիկ սպասում են քեզնից, ոնց որ այդ նույն բանն է աշխատի, որտեվ դու որ ասում ես իմ կարծիքով տենց կատեգորիկ չպետք է ասվի, այլ պետք է ասվի խոսքի իմ կարծիքով, սենց ինձ այդքան դուր չի գալի բանս կողմակում, դա ինքո ասած լղոզված պատասխանն է, որը մարդկանց այդքան հետաքրքիր չի։ Հա։ Իսկ այն մյուսը, այն որ էսի քակեր խոսք, կամ էսի վերջն է, ամենալավ դա հա, որտեվ այդտեղ ինչ որ սենց հստակ ինչ որ բան է ասում։ Գիտես ինչն ասում։ է ինձ վերջացնես։ Վերջացնեմ։ Այդտեղ այդ մարդիկ որ տենց խոսում են շատ դեպքերում պրոստը ինչն են ջղայնացնում, որտեվ էլի ասես, սպաս, եթե արգումենտներով բանով տենց նորմալ ու զգում ես որ այդ մարդու ներսից է, հարց չկա, բայց շատերը անում են, որտեվ սիրում են լինել կատեգորիկ ուղակի ու սիրում են զարմացնել մարդկանց։ Որտեղ արդեն անկեղծություն չկա դրա համար, դա հետաքրքիր չի ինձ լսել օրինակի համար։ Որտեվ զգում եմ որ մարդը ոչ թե այդ իր միտքն այլ ինքը մտածել է ոնց հիմա փիլիսոփայեմ, ոնց ումնիչից անեմ այս հարցի շուրջ։ Հա, ասա։ Մյուս պատճառը, ասի մի քիչ ինձ ավելի հարազատ թեմա, եթե ինչ որ կինո, ինչ որ աղմուկ կա բարձրացրել, այդ կինոների հանդեպ պարտադիր պետք է մարդիկ շատ հստակ կարծիք ունենան։ Շատ են այդ կինոները։ Կամ շատ լավ, կամ շատ վատ, չէ՞։ Այո։ Այս վերջերս պրոստը նորից աչքովս ընկավ, նորից վերհիշեցի այդ տհաճ խոսակցությունը, որ անօրեն ճանաչվեց լավագույն կինո։ Ես հասկանում եմ, որ կարող է, օրինակ քեզ որ դուր չի եկել, ես ասում եմ օքեյ, բայց մարդիկ այնքան պարտադիր ինչ որ բան են զգում, որ պետքա սուր արտահայտվեն, ինչա որ այդ կինոն ինչ որ բան է շահել, ինչ որ պատճառներ կան, որ այդ կինոն շահել է։ Ես շատ եմ հավանել այդ կինոն, իմ նման լիքը մարդիկ կան, ես օքեյ եմ, եթե ինչ որ մարդ դուր չի եկել, բայց այնքան վատ են արտահայտվում մարդիկ, այն որ աշխարհի ամենավատ կինոյի մասին ոնց կխոսան, բայց ես չեմ համարում էլի, որ դա կարա լինի ինչ որ լագիչնի մեկնաբանություն ու այնքան գրագետ մարդիկ են տես կոմենտներ անում, ես պրոստը ապշում եմ։ Դնա ես խոսքի այդ կինոն ասում որ իմ համար կամ կակաշկա կինո է։ Բայց երբ որ ես դա ասել եմ, ես ասել եմ որ այս կինոն դնենք միասին նայենք, ես սենց ամեն այդ պահին պաուզա կտամ ու կբացատրեմ խիա ինձ տենց ներվայնացրել, որտեվ ես երբ որ նայում էի, այդ նայելու ընթացքում պրям կոնկրետ ինչ որ բաներից ներվայնանում էի, ու սենց գիտեմ որ այդ ներվայնությունս այդ պահին տեղին է, то есть եթե ես վերջում ընդհանուր ինչ որ գնահատական տալի ասում եմ վատներ, ես այդտեղ կարող դաժե շատ արգումենտացիա չկանամ բերեմ, то есть ես ունեմ ինչ որ բաներ, թե խիա եմ համարում որ լավը չի։ Բայց դու կարող ես ջոգես, որ ինչ որ մեկին կարար էդի դուր գար։ Դե այդ եմ ասում, եթե դնենք միասին նայենք, ես հասկանում խի կարա դուր գա, բայց եթե դնենք նայենք, հաստատ կջոգես խի ինձ դուր չի եկել։ Եթե այդ պահերը ես քեզ ասում, այս պահը սենց է, то есть այդ ինչ որ բաները, որ իմ կարծիքով չես կարող ասես չէ տենց չի։ Բայց կարա քեզ այդքան չկպնի էդի։ Ահա հասկանում եմ։ Շատ հնարավոր է, որ ես դրիվ կհասկանամ դու ինչ ես ասում, որովհետև դու հաստատ այնց չես արտահայտվում, ոնց որ ես ասում որ ես ասում եմ, էլի։ Չգիտեմ, մի քիչ слишком կոպիտ ու ծայրահեղական են մարդիկ։ Ու հա ինչ եմ ասել, որ եթե այդ կինոն այդքան աղմուկ հանած չլներ, ու մարդիկ պրոստը ինչ որ մի օր արյանց առօրյա կյանքում այդ կինոն նային, ոչ մեկ այդեն սուր էմոցիաներ չեր ունենա։ Հա, համաձայն եմ։ Դա գիտես ինչ մոմենտ է, դա պրոստը մի քիչ լոքշոտ մոմենտ է, որ խոսքի տենց շատ ինչ որ Օսկար աստանում, ու մարդիկ սենց բանում, յանի հələ կայնի տենամ այդ խիա տենց որ Ես կասեմ, տենց պետք է լիներ, թե չէ։ Ես պատրաստվում եմ այդ
Տհաճ կոմենտների։ Ես պրոստը տենց կինոները, որոնք որ շատ աղմուկ են բարձրացնում, աշխատում եմ չնայել մի 2 տարի, մինչև այդ աղմուկը կորի ու հետո նայեմ, որ ին վրա չազդի ոչ այն, որ ինքը շատ Օսկար է ստացել, որ ես դրա պատճառով ավելի ինչ որ sense տեսնում հələ իմ կարծիքով արդարացնում է, դա թե չէ։ Ոչ է հակառակը ինչ որ սկեպտիկ տրամադրվում, որ պրոստ նայեմ որպես կինո։ Հա, ու պրիտոմ տարասիր հիշեցի։ Նույն ձև երբ որ ինչ որ կինո կարող է ոչ մի բան էլ չի ստացել կամ հələ վախտը չի որ ստանա, բայց ինչ որ բարձր ռեյտինգ ունի օրինակ կամ սիրվել է արդեն աշխարհով մեկ ու դու գնում ես այդ կինոն նայելու, դու արդեն ունես շատ մեծ սպասելիք այդ կինոից ու այդ սպասելիքը մենակ հերիք է, որ դու այդքան էլ ազնիվ կարծիք չկազմես։ Իմ հետ էլ հենց եղել է այս տարի մի հատ կինո եմ նայել, որը որ շատ մեծ աղմուկ էր հանել։ Ու ես նայելուց հետո այդ պահին զգացի, որ դե լավ այդքան էլ բան չէր, բայց ինչ որ ժամանակ որ անցավ, մտածում եմ նենց էլ չի որ վատ կինո էր։ Ես կարող եմ այդ կինոն նայել լրիվ անկախ բոլորի կարծիքներից ու ինձ էլ կարող է դուր գար, բայց երբ որ քեզ այդքան բան են անում ու նույն ձև կարող է մարդկանց վրա ազդում է այդ ինչ որ բան է ստացել, ուրեմն պիտի շեդևր լինի։ Բայց կինոն պրոստի ինչ որ մեկի ստեղծագործություն է, ինչ որ կյանքից հատված է, ոնց որ մեծ իրադարձություն չի էլի, պետքա պրոստը նայես, հաճույք ստանաս կամ չստանաս։ Այդքան սուր չեմ ուզում էլի վերաբերմունքը լինի։ Ես օրինակ իմ կարծիքով, ես ոնց եմ փորձում նայեմ կինոները, ինչ որ մի պրինցիպով պետք է ընտրես կինոն, որը ուզում ես նայես, այդ կարող լինի աբլոշկեն խոսքի, ոնց որ ես եմ ընտրում, Ցավոք։ հա, կարա քասթը լինի խոսքի, կարա ինչ որ մեկը պրոստ խորհուրդ տված լինի, բայց ոչ մի ինֆորմացիա ուրիշ չվերցնես այդից, ռիսկի դիմես, խոսքի ռեյտինգ չնայես, խոսք չթերթես ներքև, որ տեսնես քրիտիկները ինչ են բան արել։ Ես հիմա տենց եմ փորձում նայեմ, էլի, դաժե բաները, ապիսանյան չեմ կարդում։ Առաջ էդի կարդում եմ, տրեյլեր вообще չեմ նայում, իմ կարծիքով պետք է այտենց դնես նայես, պրոստը ուղղակի նայես որպես չոր բան, ոնց որ տելևիզորով միացրից չգիտես ինչա։ Նայես վերջացնես, obzor չնայես այդ կինոյի մասին, հետո եթե ուզում ես obzor նայես, նայի մի շաբաթից, բայց նույն օրը մի նայի, որտեվ մոտակա մի 2 օրվա մեջ դու քո սեփական կարծիք կձևավորես։ Կջոգես քեզ դուր եկավ, թե չէ։ Որտեվ իմ մոտ մի վաղ տեղել է, որ obzor էի նայում, հետո ինչ որ sense շատ խառը կինո էր, ասում եք այնի obzor նայեմ, բայց ինձ պետք է իրական մի քանի ժամ մենակով մնայի ու ինչ որ մի բան կջոգեի, բայց ես obzor էի նայում։ Obzor-ի ռևյուներն է։ Բանը, որ ինչ որ վիդեոով նայում ես այդ կինոյի բացատրությունը։ Ու sense նայում էի, ու այնտեղ ասում էր այս պահը, ես ինչ բան, ու ես sense ահա, վայ թե ես էլ էի տենց մտածում։ Ու հետո ինձ թվում է, թե всё, ես տենց էի մտածում, ուղղակի համընկավ այդ վիդեոյի հետ։ Բայց իրականում ես չգիտեմ, շատ հավանական, որ դա իմ միտքը չէր вообще։ Պրոստը ես ընդեից վերցրեցի, ինձ էդի դուր եկավ, ու ես ասացի, հա, ես էլ էի տենց ընկալել։ Բայց ինձ թվում է կինոյի գերնպատակը ու կինո նայելու գերնպատակը այն չպետք է լինի, որ դու իրան հասկանաս։ Պետք է այն լինի, որ դու ստանաս ինչ որ էմոցիաներ քո հետ կապ, որը շատ ուժեղ քո հետ է հենց կապված, քո էմոցիաները, թե դու ոնց կընկալես էդի, ոնց հենց քեզ կկպնի։ Ոնց որ խնդիր չի, որը պետք է լուծես, էլի, որ հետո ասես, всё, անցա ես կինոն ծերից ծեր, հասկացա ռեժիսորը ինչ նկատնում է, դա вообще կարևոր չի։ Կարող չհասկանաս, բայց քեզ շատ ուժեղ կպնի, կարող է էմոցիոնալ դաշտում կպնի, պրոստը շատ ինչ որ հարազատ բան զգաս ու դու չջոգես այդ ինչից է։ Հա, լրիվ համաձայն եմ։ Ու թվում է նույն ձև պոեզիան է աշխատում, ճիշտ է, ես տենց շատ չեմ կարդում, բայց ես вообще չեմ կարդում ես ու բան չես հասկանում, բայց ճոգում ես, որ ինչ որ ուժեղ բան կա, էլի ամեն դեպքում դրա մեջ։ Նո նման էֆեկտ է, էլի։ Вообще գիտես ինչ բան կա, ինձ թվում է օրինակ այդ որ մարդիկ կան, որ տենց իրենց համար գերնպատակա կինոն հասկանալ, ջոգել ով ինչ էր դե դրե եւ այլն։ Вообще ինձ թվում է ոնց է մեզ вообще ինչ որ մի բան դուր գալիս էս աշխարհում, այդ կլինի քո ասած պոեզիան, թե կլինի կինոն, թե կլինեն դաժե մարդիկ, այդ նրանով է, թե ինչքանով է հենց այդ քեզ կպնում, ինչքանով ես դու ասոցացնում քո հետ։ Ու դու կարաս խոս կինոն այս, որի իրադարձությունները вообще քո կյանքից շատ հեռու են, բայց դու ինչ որ մի բան ասոցացնես, կարող է իրադարձությունների ընթացքը ասոցացնես քո կյանքի ինչ որ իրադարձությունների ընթացքի, կարող է ինչ որ կերպարի պահվածք ասոցացնես, կարող է ինչ որ մտքեր ասոցացնես, պարտադիր չէ էլի, դա լինի հենց աղջկա մասին, ով որ սիրում էր նկարել, ու ես իմիջ, որ դու ասես, հա, էսի ես եմ։ Դա կարող вообще տղա լինի,
ով որ չգիտի գործարանում է աշխատում, բայց դու բեսամ քեզ տեսնես մարդու մեջ։ Ու նույն ձև ինչ որ գրքեր շատ դեպքերում հենց տենց է գտնում։ Ու այդ արդյունքում շատ տարօրինակ է մտածել, որ ես պետք է պարտադիր հասկանամ այս կինոն, որտեվ դու կամ քեզ այդտեղ տեսար ինչ որ բանի մեջ, կամ չտեսար։ Եթե դու դա հասկանաս կամ չհասկանաս, դա քեզ ավել բան քո ներսին ինչ որ ավել կապ չի ստեղծելու քո կինոյի մեջ, էլի։ Համաձայն եմ լրիվ։ Ու մեկ էլ մտածում եմ, որ վերջը այդքան կարևոր չէ։ Նու կա ինչ որ կարևորություն, բայց Ինչի վերջ։ այնքան շատ չէ կինոյի։ Այսինքն որ ոնց որ process-ը ավելի կարևոր է իմ համար, քան թե վերջը, որտեվ լինում է, որ ինչ որ ոչ այնքան համոզիչ վերջ է լինում, բայց ես մեկը այդ կինոն մտածում եմ, որ հավանել եմ այդ կինոն։ Այ հենց երեք մի հատ կինո եմ նայել, որ այդ տենց ա եղել, որ ես իրան հավանել եմ, բայց վերջը մեկը սենց նո դե որ ոնց օրինակ այդ միշտ վառ օրինակ մտքից գալիս է բանը Գարի Պոտերը, որ իր վերջում ակնհայտ, քանի որ այդ բանը 7 կրեստրաժները կային, Voldemort-ի, Գարի Պոտերը դրանցից մեկն էր, ու շատ տրամաբանական ու շատ դրամատիկ կլներ, եթե վերջում ինքը մեռներ ու էդի լիներ գինը նրա, որ Voldemort-ը մեռներ։ Բայց վերջում շուտ էդի բանը հենց գրողն էլ ասել, որ տենց սկզբից ուզում էր որ մեռներ, բայց հետո էդի արդեն սենց մարդկանց խաթր, որ շատ չնեղվեն, բան, սենց ինչ որ happy end-ա բանը լինում։ Ու ինձ շատ է դուր գալիս, թե գրքերը, թե կինոն շատ է դուր գալիս, բայց միշտ այդ բանը իմ մեջ կարող ես նայեմ, ասում, դե պետք է մեռներ, լագիշն է որ պետք է մեռներ։ Ու եկե կինոյին է, որը բայց կներես էլի, բայց դու մեկը հիմա որ քեզ հարցնես սիրում ես Հարի Փոթերը, կասեմ սիրում եմ, բայց եթե այն ձևը լիներ, ես երևի կրկնակի շատ սենց կկպներ ինձ այդ, որտեվ այդ վերջի մասը ես արդեն անկեղծ չեմ համարում, ես աղ ընթացքը անկեղծ էի համարում, այդ բա արդեն ասում դա էսի իմ խաթր է արվել։ Այդ ձևի կինոների ու սերիալների մեջ միշտ այդ խնդիրը լինում է, նույն ձև դու չես նայ իհարկե, բայց Game of Thrones-ի մեջ է, որ չգիտեմ 8 սեզոններ, 7-ը շեդևր է պրոստը, այն մեկը սա փչացնում է, բայց ես չեմ ոնց որ 7 սեզոնը всё же շատ մեծ է մասնությունը այդ մի սեզոնի համեմատ, որ ասեմ չեմ հավանել օրինակ սերիալը։ Հա, չէ, այդ տեսանկյունից չէ, որ ասես չեմ հավանել, բայց այն տեսանկյունից որ ջոգես, որ նու կարող ավելի լավ լիներ, բայց եղել անենց որ մարդկանց մեծ մասը չներվի։ Որ էլի մարդիկ այդ նույն ձև այն թեմային վերադառնալով Տիպի անգամից ասում են всё, էսի վատներ չեն նայում։ Դելի տենց շոր ուժեղ կարծիք ասելու համար դուֆտա սերիալեր չտեսակ, ինչ ապուշ վերջաբաներ։ Չէ, դա ինձ թվում է էլի այդ քո ասած լղոզված պատասխանը պետք է լիներ, էլի, որ ասես սաղ ընթացք շատ լավներ, բայց վերջս է։ Վերջը երեկվա կինոն պրոստը միտք ասեմ, որտեղ դուրս եկել էր, բաներ կոչվում էր «Самоубийство. История любви». В общем, մի հատ սկսում են այնց որ մի հատ տղա ինքնասպան է ալնում, ու երբ որ ինքնասպան է ալնում, ինքը ընկնում է մի հատ աշխարհ, որտեղ մենակ ինքնասպան եղած մարդիկ են։ Բայց այդ աշխարհը լրիվ մեր աշխարհի պես աշխարհ է, պրոստը մի քիչ գույները ավելի խամրած են, բայց իրանք ընդելի գնում են գործի, բան, այս կողմ սաղ սովորական կյանքն է, բայց ինքնասպան եղած մարդկանց։ Հետաքրքիր է։ Ու միտքը արդեն շատ հետաքրքիր է, կինոյի ընթացքն էլ է շատ հավես, թե ինչ են իրանք ընդանում եւ այլն։ Ու այնտեղ կա մի հատ աղջիկ, որին ինքը հավանում է, ու վերջում ոչ ոք, ինձ թվում է կինո մեկը ոչ ոք չի նայել, դրա համար սփոյլ կարամ ամ հանգիստ։ Այդ աղջիկը համարում էր, որ ինքը սխալման փաթեղ ընկե, որտեվ ինքը այտենց մտադրաբար ինքնասպան չի եղել, ու գնում է ինչ որ գլխավոր մարդկանց, ովքեր իրան հետ են ուղարկում բան, մեր աշխարհ տիպ։ Իսկ այդ տղան դիտմամբ էր ինքնասպան եղել։ Ու всё, պետք է այդ տենց տխուրը վերջանար էդի, որ всё, այդ տղան մնաց այնտեղ, աղջիկը այնտեղ, ու տխուր է, բայց նաև հասկանալի է, որտեվ այդ աղջիկը շատ էր ուզում վերադառնալ, այդ տղան իր մեղքը գործել է, չի կարող վերադառնալ, շատ լագիշն է, բայց վերջում նենց է ալնում, որ այդ տղան էլ է վերադառնում, ու տենց այնտեղ մի քիչ այն մոմենտը կա, որ կարաս պատկերացնես, որ ինքը կոմայի մեջ էր, ցավախ դու այդ իրան թվացել է, բայց ինքը այդ աղջիկը իրար ճանաչում են հետեւաբար, չէ։ Ու տենց ասում, լուրջ այդ տղան մնար այնտեղ,
ես մի քիչ տխուր, բայց շատ ջերմությամբ այդ կինոն կանջատեի։ Նո, մինչև վերջ կնայի ու կանջատեի։ Բայց ցենց ես նայում ու ասում, դե հա, ապրեք, հիմա չեմ տխրի։ Բայց ես լույսը տխրեի, էլի։ Հա, ես այդ առումով համաձայն եմ։ Ես համաձայն եմ, ես պրոստը չեմ ուզում, որ էդի նկարագրի կինոն էլի, բայց օբշե հա։ Այդ բանը էլի, քո ասած որ խիպը արեստական է դառնում վերջաբանը։ Հա, չէ, որ ասում ես խիպը տիպը արտադիր ինչ որ կոնկրետ կարծիք ունենաս, այն որ ունեցի ընդհանուր դու կարաս կարծիք ունենաս ընդհանուր կինոյի մասին, կարաս ունենաս կարծիք ընթացքի մասին ու կարաս ունենաս կարծիք վերջաբանի։ Պարտադի բան չէ, էլի կինոպոիսկի թիվ սխմելը չի, որ դու պարտադիր ասես 8 խոսքի։ Դու կարաս ասես ընթացքը 10, վերջը 2 խոսքի։ Բայց այդ պահը կա էլի մարդկանց մոտ հավասար։ Օրինակ, հա, որ ինձ հարցնում են, օրինակ, այս կինոն հավանեցիր թե չէ, ես գիտեմ, որ այս մարդը ինձնից սպասում է ինչ որ sense արագ պատասխան, հա, կամ չէ։ Ու ես չունեմ այդ պատասխանը, ես կամ պետք է շատ երկար պատասխանեմ, կամ չգիտեմ ինչ ասեմ, որտեվ որ ասեմ միջինը համարյա նույնն է, ինքը ընկալելու է որպես վատներ։ Ես գիտես ինչ չեմ ասում, որ ինչ որ մարդիկ ովքեր հոսքի կինոբանի հետ չեն քննարկել ու մենք չգիտենք ինչքանով է այդ մեր մոտ ընդհանուր ինչքանով է կպնում հետաքրքրությունները բանես կողմանկում, ոսկե ասում են «Մի լավ կինո ասա նայեմ, էլի»։ Հա։ Ասում լավ կինո, ես pressure ավրե։ Ես շատ հավանական է որ քեզ լավ կինո ասեմ ու դու ասես էս ինչ ապուշ կինո էր խոսքի։ Ոչ թե նրա համար որ դու կինոն չես հասկանում կամ նման բան, այլ որտեվ մենք տարբեր բաներ եմ ես դուր գալիս։ Ու դժվար է տենց պրոստը ու այդ վաղ երբ որ ասում են լավ կինո ասա, դու չես կարող ասես են քեզ ամենաշատ կպած կինոն, որտեվ քեզ շատ է կպել լիքը ինչ որ անձնական ինչ որ կետերի պատճառը, որ շատ հավանական որ դիմացին չկպնի։ Դրա համար ավելի ընդհանուր ինչ որ բան ես ասում, ինչ որ բան, որ գիտես որ հավանաբար շատ մարդ կհավանի։ Բայց այդ վաղը արժեքն է կորում նրա, որ դու քեզ ասում են ասա լավ կինո ու դու ասում ես այն ինչը որ հավանաբար բոլորը կհավանեն։ Որտեվ դու այդ չես հավանում լավ կինո, որ քեզ ասում են լավ կինո, դա չի առաջին մտքիդ գալ, էլի։ Հա, ջոգում եմ։ Ես դրա համար հարցնում եմ այդ մարդուց ինքը вообще ինչ կինոներ է սիրում, ինչ որ top հնգյակ օրինակ, կամ հարցնում եմ թե այս բան ինքը ինչ ձևի կինո կուզեր նայեր, թո այդ դրա օրինակը ասի, որ անհատական մոտեցում էլի ամեն մեկին։ Բայց գիտես ինչն է վատ, որ տենց վաղտ ասում ես ինչ կինո ես вообще սիրում նայել, քեզ ասում ես вообще любой կինո եմ նայում, ես ցանկացած կինո եթե լավ է լինի, ես կնայեմ։ Ու դու ջոգում ես որ ասում են քեզ կինո եթե լավ է կլինի կնայեմ, դու քո ամենասիրած կինոն ասես, քաքելու են այդ կինոյի վրա, էլի վերջում։ Հա, գերադասած պրոստը ասեմ ինչ որ բան։ Ես սիրածներս չեմ ասում, 1+1 ասեմ, պրոստը զգայուն բան է, որ դու քո շատ սիրած կինո ես ասում ու ռիսկ կա, որ կարող է էլի այդ Facebook-ի նման ինչ որ կոմենտ կա, ես ինչ տուֆտակի։ Հա, ջոգոս ես օրինակ իմ սիրած կինոն կարող եմ քեզ ասեմ ու պատրաստ լինեմ նրան, որ դու չհավանես։ Որտեվ ես գիտեմ որ դու չհավանես, դու կունենաս պատճառն խի չես հավանում, մենք կարող ենք դա քննարկել եւ այլն։ Բայց մարդիկ կան, որ պրոստը sense կարող ասի վատներ ու դու ուզես իրան ասես դու պրոստ չհասկացար խեր ինքը լավը իմ համար ու դու չփորձիր դաժե դա հասկանալ։ Դրա համար չես ասում թե շատ անձնական բան ինչ որ փոքես քեզնից տաս։ Օրինակ ես եթե ինչ որ բայ շատ կինո եմ նայում, մարդիկ ովքեր իմանում են, ընկալում են դա որ իմ համար ոնց որ ինքնանպատակ լինի հենց շատ կինո նայելը։ Բայց կինոն ինձ թվում է հենց ուժեղ բան է, sense լիքը բան տվող էլի քեզ։ Ու դրա փոխարեն կարող կինո չլներ, то есть պատճառը այն չի, որ ինքը կինո է, պատճառը այն է, թե ինչա ինքը քեզ տալիս։ Էդի կարող լիներ գիրք, էդի կարող լիներ շփում ինչ որ մարդկանց հետ եւ այլն եւ այլն։ Բայց ասա։ Բայց չէ, ուզում եմ ասել, բայց կինոն դա այն բաներից է, որ գիտեմ, որ դա ինձ տալու է, էլի։ Լիքը ինչ որ բան, ասա։ Մեկ էլ այդ որ ասիր գիրք հիշեցի, այդ ընկալումը որ գիրքը ավելի խելացի ինչ որ բան տվող բան է, քան թե կինո, չեմ կարող հասկանամ։ Իրականում շատ սուր թեմա է, որտեվ կարող է հիմա ես դեբիլի տպավորություն թողեմ, բայց всё-же գիրքն էլ է, էլի նույն ինչ որ մեկի ստեղծագործությունն է, այդ գրողը կարող է вообще ինչ որ ես իմ ինչ կրթություն չի ունեցի օրինակ, բայց գրել է դա, որտեվ ինքը դա մտածել է, զգացել է, նույն ձև կինոն է, էլի ես երբ որ կինո գրքի իման վրա կինո են նկարում, պետք է անպայման այդ համեմատությունը գնա։ Okay է որ գնա, okay, թող գնա այդ համեմատությունը, բայց այդքան էլ ճիշտ չի, էլի ամեն դեպքում կարաս առանձին մի քիչ կամ այդ որ
Вообще գրքի նման չէր, ու դա համարվում է շատ վատ բան, բայց խի պետքա նմանը ներեսի ուրիշ բան է, այն ուրիշ բան է։ Դու ոգեշնչվել ես դրանով, ոնց որ նույն ձև ես կարող ոգեշնչվեմ ես վարակույրով ու ես վարակույրի մասին նոր կամ նկարեմ ես վարակույր օրինակ, ինքին ոգեշնչման աղբյուրն է, ես կարող ես այդտեղ կարմիրներ կանեմ, որը իրականում չկար։ Հա, այդ ոգում եթե գիրքը բանը ֆիլմը ասվում է որ հիմնված է այդ գրքի վրա, չի նշանակում որ այդ գիրքն են գրքի պատմությունը նկարի նշանակում որ ինչ որ բան վերցել են դից հիմքը այդից է ու հիմքը սովորաբար այդից է լու։ Նա այն միտքը որ գիրքը ավելի շատ բան կարա տա քան կինոն, ես դրա հետ համաձայն եմ որ շատ հավանական է որ տենց լինի, ավելի հավանական է որ գիրքը շատ բան տա քան կինոն, որտեվ կինոն 2 ժամ է, իսկ գիրքը լիքը էջեր է, որ եթե նկարես համաձայն չեմ։ Միտքս այն է, չէ, ոչ թե ասում գիրքը ավելի լավ է քան կինոն կամ տես բան, այլ ասած այն է, որ գրքի մեջ դու շատ ավելի բան կարաս տեղավորես, քան կինոյի մեջ։ Հա, ու դրա համար, գրքի մեջ խոսքի ինչ որ շատ ավելի շատ իդեաներ կարաս մարդուն տեղ հասցնես, քան կինոյից, որտեվ կինոն շատ սահմանափակ ինչ որ բան ունի։ Ես մտածում եմ, որ այդ համեմատությունը արդեն սխալ է։ Ես համաձայն եմ, որ համեմատությունը սխալ է, ես ասում եմ խիա որ Չէ, նայ, դու ավելի շատ բան կարաս տեղավորես, ես հասկանում եմ ավելի բովանդակության իմաստով, բայց կինոյի մեջ էլ լրիվ ուրիշ ֆակտորներ կան, օրինակ ձայները, երաժշտությունը, չգիտեմ, վիզուալը, այսինքն այնի լրիվ ուրիշ բան է քեզ տալի, որը որ գիրքը չի տալիս, գիրքն էլ ուրիշ բան է տալի, որը որ կինոն չի տալի։ Ու որ ասես այս մեկը ավելի շատ բան կտա, դա չմա սխալ է, այտենց ասել է։ Երևի, հա, ճիշտ է, երևի ավելի շատ բովանդակության մասին եմ ասում, որ տիպը քեզ ավելի շատ խոսքեր կարան ասեն գրքի մեջ, քան կինոյի մեջ։ Հա։ Դες մի քիչ անհավասար պայմաններում ոնց որ գնահատես էլի այդ երկուսը։ Եթե գնահատես, կարաս էմոցիա ստանալու առումով գնահատես մենակ, բայց ոչ ոչմ էլի։ Ես вообще գիրքը որ ասացիր, ինչից եմ ջղայնանում, ոչ որ մարդիկ բանն անում, որ գիրք կարդալը ոչմ ասոցացնում են խելացիության հետ։ Հատի ես շատ եմ դրանից ջղայնանում։ Ինձ вообще վախտին, ես գիրք երբեք շատ չեմ կարդած։ Ես էլ։ Ու արդյունքում ես սենց ասեմ, ես սենց պստիկ մի հատ բան ճուղավորում, ոնց որ ուրիշ մտքի, որ ես շատ գիրք չեմ կարդացել օբյեկտիվորեն, ես սուբյեկտիվորեն, ես գիտեմ որ շատ գիրք չեմ կարդացել, բայց միևնույն ժամանակ կան մարդիկ, ովքեր ասում են ես շատ եմ սիրում գիրք կարդալ, շատ եմ սիրում, ու հետո իմանում ես քանի հատ գիրքը կարդացել ու պարզվում է որ դու ավելի շատ ես կարդացել։ Դրա համար այդ բանն էլ է ներվանցում, որ մարդիկ ինչ որ սենց սիրում են իրենց ինչ որ մի բանի դասել, տիպը ես։ Ну, вообще նայ, հարց չկա, գիրք սիրում կարդալ չի նշանակում որ պետք է շատ կարդաս։ Դրա մասին չի խոսք, կարաս քիչ կարդաս, բայց սիրել ես։ Բայց խոսքս պաֆոսի մասին է, երբ որ մարդիկ սենց գիրք, գիրք միշտ։ Ես ասեմ, ես օրինակ գիրք շատ եմ սիրում, կարդալ այդքան չեմ սիրում։ Այսինքն, օրինակ ես որ ինչ որ տեղ եմ, որտեղ լիքը գրքեր կան, դու սիրում ես նայել գրքերին։ Հա, նայում եմ, բան ուսումնասիրում եմ։ Կարող մի քանի թերթել կարդամ, բայց հենց գիրք կարդալ որպես այդպեսին, իմ համար շատ դժվար է երկար ժամանակ մնալ նույն բանի մեջ։ Կիսում եմ լրիվ։ Բայց այդ ճյուղավորումից որ հետ գանք, այն միտքս այն էր, որ ես քանի որ շատ չեմ կարդում գիրք, իմ հետ եղել է այդ դիալոգ, ու եղել է դիալոգ իմ համար խելացի մարդու կողմից, էլի, ով որ ինձ ասել է ոնց կարաս օրինակ չսիրես գիրք կարդալ, նյուրել դու չես սիրում ինքնազարգանալ։ Ու այդ մարդը ես էլի եմ ասում, խելացի մարդ է իմ համար, բայց այդ տեքստը կոնկրետ շատ մակերեսային տեքստ է, էլի, այսինքն այդ տեքստի մեջ հենց էդի ասվեց, որ գիրք կարդալը հավասար է լինել խելացի կամ զարգացած կամ նման բան։ Իրականում այդ շատ քեզնից է կախված, դու կարաս գիրք չկարդաս, բայց առօրյայից լիքը բան, բնության մեջ խոսքի լրվես ու լիքը բան ստանաս այդտեղից, ու դու կարաս լիքը գիրք կարդաս, բայց դու տափակ լնես խոսքի։ Հա, համաձայն եմ։ Ինձ թվում է կարևոր է այդ ինքնազարգանալու առումով ինչ որ մի բանով հետաքրքրվելը, բայց հեչ պարտադիր չէ որ դա գիրքը լինի, կարող է ինչ որ մեկը, չգիտեմ, թատրոնը շատ սիրում կամ вообще պարելը շատ սիրում, բայց երբ որ ինչ որ մի բան սիրում ես ու ուսումնասիրում ես, նայում ես, չգիտեմ, հետաքրքրվում ես, այդ արդեն քեզ ինչ որ բան է սնում քո մեջ ու
տենց շատ մեծ չի էլի տարբերությունը, թե որ մեկը սիրող ավելի գրագետը։ Որտեվ միաժամանակ կան մարդիկ, ովքեր շատ են գիրք կարդացել, ու այդտեղ խոսքի իմ վրա ամենաշատ ազդող մարդիկ կարանալ են, ում ասացից զգում ես, որ այդ կինոյի մասին կարծիք ասող մարդկանց պես մարդիկ են, կարող դաժե հենց իրանք են, ովքեր զգում ես, որ իր գեր նպատակը ինչ որ սենց սուր ինչ որ մի հատ սենց խելացի բան ասել խոսքի, թեկուզ գրողի անուն կարա լինի։ Օրինակի համար, դու կարաս կարդաս ում ուզես, ամենա ինչ որ են խորը փիլիսոփաներին կարաս կարդաս, լավ ես անում, բայց երբ որ դու այդ փիլիսոփայի անունն ես ասում, շատ անտեղին, ինչ որ միջավայրում, որտեղ գիտես, որ էդի ոչ մեկի չի կպնելու, որտեղ դու կարաս դաժե վստահ լինես, որ ոչ մեկ չի կարդացել, ու դու պրոստը ինչ որ մի հատ բան ես գցում, որ ոնց որ ցույց տաս, թե տեսեք ես, հա, բայց դու ջոգում ես, որ էդի вообще տեղին չէր այդտեղ, էլի։ То есть ու էդի ոչ մի բան չտվեց ոչ մեկին։ То есть այդ փիլիսոփայի անուն տալը ոչ մեկին ոչ մի բան չի տալի, ոչ մի ինֆորմացիա չի տալիս։ Դու կարաս այդ փիլիսոփայի միտքը ասես։ Դու կարաս ինչ որ մի բանից խոսած խոսքի, ու հետո որպես ինֆորմացիա ասես, կստացի ես միտքը ինչ որ զարգացրելը այս մարդը օրինակի համար, հարց չկա, բայց երբ որ դու ասում ես պրոստը ինչ որ մեկի անունն ես տալիս ու ասում ես, որ սենց քեզնից ոչ մի սենց քո մասին ինչ որ ինֆորմացիա ես տալիս, բայց ոչ ուղիղ ձևով, էլի ինչ որ կողքից ինչ որ ուրիշների գրողների անուններ տալով, բայց միտքդ նրա մասինն է, որ ես վերջն եմ, որտեվ կարդացել եմ այսի։ Դու վերջը չես, եթե դի կարդացել ես, դի կարա լյուբոյը կարդա, էլի։ Կարևորը թե ինչ ես դու դրանից ստացել ու ինչ ես դարել դու դրանից արդյունքում։ Այտենց մարդկանց հետ հիմնականում տենց հետաքրքիր դիալոգներ չես կարող ունենաս։ Ну հետաքրքիր որն է, լյուբոյ ինչ որ դիալոգ, որը որ առօրյայի մասին չի,